Նախ ինչու որոշվեց հենց այս փուլում, երբ որ արդեն ամբողջ քաղաքական դաշտը կամ գրեթե բոլոր քաղաքական միավորները պատասխանում են հերթական Ավարտված եւ դեռևս բազմաթիվ հարցեր պարունակող արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային գործընթացներում առողջություն։ Խոսել վերջնական լուծումների եւ Նիկոլն արդեն խաղաղությունը բերել չի բերել։ Ես շատ ուրախ կլինեի, որ ես դրանում համոզված լինեի։ Շատ ուրախ կլինեի, որովհետեւ դա իրոք շատ կարեւոր հենակետ է Հայաստանի զարգացման համար։ Բայց ես չեմ ուզում ինքս խաբվել եւ խաբել նաեւ մնացածը։ Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանի գրառումները վստահաբար կարդացել եք այս վերջին մի քանի օրվա, անընդհատ նախկին 3 նախագահներին էր հիշատակում, նաեւ նշում թե ինչպես եք հաղթանակներ բերել, որ ձեզանից 3-ին էլ ժողովուրդը չի ընտրել, նաեւ նշել էր, որ դուք ոչ միայն հաղթանակներ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։ Մենք ենք Հայաստանը քաշել մի անդունդի մեջ, որից ելք չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանի նախկին 3 նախագահները։ Բայց ոնց որ թե իրավիճակը լրիվ հակառակն է։ Հայաստանը իր արտաքին եւ ներքին քաղաքականության պիկի վրա էր, երբ որ Նիկոլն եկավ։ Եվ մենք գիտենք, թե ինչ գնով Նիկոլն եկավ եւ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան ինչպես Հայաստանում աշխատեցին։ Սրա մասին շատ ենք խոսել, նորից չկրկնվենք։ Այսօր Հայաստանը գտնում այնպիսի մի փոսի մեջ, որտեղ 3 նախագահներին եւս 3 նմանատիպ փորձ ունեցող նախագահներ են պետք, որ խելքի տան այս իրավիճակից երկիրը հանեն։ Հենց որ ինքը իր մանիպուլյացիաներով, իր այսպես էքսցենտրիկ հայտարարություններով թող ոչ մեկի մոտ քաղաքական, գուցե հասարակ մարդկանց մոտ տպավորություն է դեռևս ստեղծում, բայց հաստատ քաղաքականությունով հետաքրքրվող եւ քիչ թե շատ իրավիճակին տեղյակ մարդկանց մոտ Նիկոլն այլևս տպավորություն չի ստեղծում իր հայտարարություններով։ Երկիրը, որ այս վիճակի մեջ է, կորցված Արցախ, ջլատված զինված ուժեր, հարգանք եւ պատիվ եւ հնարավորություններ կորցրած Հայաստանի Հանրապետություն իր իմիջով, թուրքական շանտաժի եւ պահանջների դաշտում հայտնված արտաքին եւ ներքին քաղաքականություն, քաղբանտարկյալներ, տնտեսական անկայուն զարգացում, ներդրումների բացակայություն, արտաքին պարտքի կրկնակի աճ, բոլոր ոլորտներում գրեթե ձախողումներ կամ չկա ցույց տվեք մի ոլորտ, որտեղ կա հաջողություն, ես հետ քաշեմ իմ հայտարարությունը բոլոր ոլորտների ձախողումների վերաբերյալ։ Մի ոլորտ ցույց տվեք, որտեղ կա հաջողություն։ Էական հաջողության մասին է խոսքը, ոչ թե ինչ որ մի քառակուսի մետր ասֆալտ, ինչ որ մի գյուղի ճանապարհի վրա։ Այս իրավիճակում ես կարծում եմ, որ գործող կառավարության ղեկավար իրավունք չունի որևէ մեկին մեղադրել։ Ես նույնիսկ չեմ ասում նախորդ նախագահներին, որևէ մեկին։ Մեղքերը թող փնտրի, այն որ 5 շաբթի օրը կառավարության նիստ են անում եւ 4 շաբթի օրը գալիս է այստեղ հարց ու պատասխանի, մեղքերը թող փնտրի այլ կառավարության նիստի սենյակում սեղանի շուրջ նստած մարդկանց մեջ, իրենից սկսած եւ այստեղ այն խմբակցության մեջ, որ նստած է նախագահությունից ձախ։ Պարոն Զաքարյան, Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններում լուրջ դերակատարություն է ունենալու։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի, քանի որ նաև այստեղ հավաքված մարդիկ դուք եւ նաև պատիվունեմ խմբակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ սահմանադրական եղանակով պետք է տեղի ունենա փոփոխությունը եւ ընտրությունների ճանապարհով։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի։ Այսօր դուք հավաքվել եք լուսաբանելու երրորդ նախագահի Հանրապետական կուսակցության մտադրությունները հասնել կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի իրականացման։ Գործընթացը սկսված է, բայց
կախված քաղաքական ուժերի մոտեցումներից, կախված հասարակության աջակցությունից, այն կամ կարճ ճանապարհ կանցնի կամ երկար ճանապարհ կանցնի։ Երկու դեպքում էլ ճանապարհը մինչև հերթական ընտրություններն են, եւ մենք հույս ունենք, որ հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունը կարող է գնալ նոր ձևավորված կառավարության ժամանակավոր կամ խիստ ժամանակավոր կառավարության միջոցով։ Հայաստանի եւ պատերազմի ձայները միասին անգամ օրակարգ չեն բերում իմպիչմենտի գործընթացը եւ ինչու է իրատեսական համարում, որ Փաշինյանի թիմակիցները կմիանան ձեզ այս գործընթացում։ Մենք տվյալ պարագայում Փաշինյանի թիմակիցների վրա չենք հույսներս դնում, հույսներս դնում ենք ազգային ժողովի ԿՊ խմբակցության բանականություն ունեցող հայրենիքի նկատմամբ, ապագայի նկատմամբ, իրենց նկատմամբ պատասխանատվություն ունեցող մարդկանց հետ։ Եթե 71-ից որևէ մեկ այդպիսին չի, ուրեմն հայ ժողովուրդը ինքը նաև հետևություններ ունի անելու։ Սա չի նշանակում, որ նվիրված են Փաշինյանին կամ նվիրված են գաղափարներին։ Իսկ ո՞րն է Փաշինյանի գաղափարը, որին նվիրվել է։ Հայրենիքը ծնկի բերելը նվիրված են ծնկի բերելու գաղափարին, ուրեմն նվիրված են նաև Ադրբեջանին, նվիրված են նաև Թուրքիային, նվիրված են նաև Հայաստանի ծնկի բերելու ցանկություն ունեցող բոլոր արտաքին եւ ներքին խնդիրներին։ Ես կարծում եմ, որ ԿՊ խմբակցությունում կան մարդիկ եւ նրանք քիչ չեն, որոնք որ պատեհ պահի կարող են դրսևորել քաղաքական խիզախություն, քաղաքական պատասխանատվություն։ Քանի անուն կարող եք նշել։ Հիմա չէ։ Այսինքն մտքումս այո, բայց հրապարակային ոչ։ Իսկ եթե այս գործընթացը չի հաջողվում, հաջորդ քայլը որն է։ Այս գործընթացը եթե չի հաջողվում, հաջորդ քայլը ընտրությունն է։ Գործընթացը այո, կարող է նաև չհաջողվել։ Ձեռքերը ծալած նստելու եւ բավարար չափով աշխատանք չանելու պարագայում։ Ցավոք գործընթացը դեռևս, այսպես ասած, խճողվել է ընդդիմության տիրույթում, դեռևս իշխանական խմբակցության տիրույթ չի հասել, հա։ Եվ երբ որ ընդդիմության տիրույթում հանգուցալուծումներն ամբողջությամբ ավարտվեն, մենք կտեսնենք նաև իշխանության վարկը այս առումով։ Այդ դեպքում նաև հասարակությունն էլ շատ արագ ինքնակազմակերպվի եւ կարծում եմ միստվար հատված մեր ժողովրդի կկանգնի այս գործընթացի կողքին։ Շատ շնորհակալ։ Ձեր կարծիքով սա քաղաքական պատվեր է, թե ոչ, քանի որ հաշվի առնենք, որ Վալոդիա Գրիգորյանը ինքը հենց ընդդիմադիր գործիչ էր։ Դեք այն, որ մարդեն ասենք երջանկահիշատակ Վալոդիա Գրիգորյանի նախ ուզում եմ ցավակցել, նորից ցավակցել բոլոր հարազատներին, ընկերներին, բարեկամներին կատարված ողբերգության համար եւ ծանր կորստի համար եւ ոչ միայն Վալոդիային, այլ նաեւ երկրորդ մեր քաղաքացուն ոստիկանության աշխատակցին, որը այդ բանդիտիզմի զոհ է դարձել։ Ինչ պետք է մտածեմ ես շարքային քաղաքացիս, երբ որ տեսել եմ, թե ինչքան ցավոտ է տարել ԿՊ-ն Փարաքյարում իր պարտությունը։ Ինչ պետք է մտածեմ ես, երբ որ այսպես ակնհայտ ոչրագործության, բանդիտիզմի էլեմենտներով սպանություն է կատարվում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ, ով ակնհայտ ընդդիմադիր գործիչ է։ Ես չեմ ուզում հիմա ասեմ, որ դա քաղաքական պատվեր է կամ դրա մեջ կա քաղաքական հանցակազմ, բայց դրա մեջ կա այս իշխանությունների մուրճը ճոճելու հետևանք։ Այդ որ մուրճը վերցնում ճոճում են, թող նաև հասկանան, թող նաև իրանց հաշիվ տան, որ այդ մուրճի ճոճելու գործընթացը հասարակության մեջ կարան նաև սխալ հասկանան։ Ոմանք հասկանան, որ եթե վարչապետ ընդդիմության դեմ մուրճա ճոճում, ուրեմն ես էլ կարամ գնամ ընդդիմադիր գործչին գնդակահարեմ։ Ինձ բան չեն ասի, ոչինչ, կարող է նույնիսկ կանչեն ինչ-որ մի թաքուն տեղ գլուխս շոյեն։ Կան չէ, կլինի չէ, նման մարդիկ, ովքեր հենց այդպես կհասկանան այդ մուրճ ճոճելու գործընթացը։ Չի կարելի մի կողմից օրենքից խոսալ, իրավահավասարությունից խոսալ, ժողովրդավարությունից խոսալ, մյուս կողմից աշխարհի կամերաների առաջ ՊՊԶ լամբյոնի
տակ մուրճ մանգալ ու սենց անիմաստ ժպիտով այդ մուրճը բարձրացնել ու 2000 մարդ էլ չես հասկանում ինչի են ծափարում, ինչն են ծափարում։ Ծափարելու հետևանքներն են, ցավոք։ Շնորհակալություն։